Իմ շատ սիրելի հայրենակիցներ ջան, ամանորյա թոուբոյին նախապատրաստող։ Ես այսօր ցանկանում եմ հակիրճ ներկայացնել իմ քաղաքական դիրքորոշումը, ինչու եմ ես տոտալ աջակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրությունների հետ կապված մասնավորապես, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին։ Մինչ բուն փաստարկներ ներկայացնելը, ես բազմիցս իմ նախկին հարցազրույցներում և իմ ելույթներում, այդ թվում միջազգային ձևաչափերի, ասել եմ, անդրադարձել եմ և հիմնավորել եմ, որ Հայաստանը ունի բոլոր նախադրյալները, որ 2030 թվականին մենք դառնանք տարածաշրջանի յուրօրինակ Սինգապուր։ Շատ լավ ուսումնասիրած լինելով սինգապուրյան տնտեսական հրաշքի էությունը և համադրելով այդ ամենը այն իրողությունների հետ, որոնք որ մենք ունենք հիմա Հայաստանի Հանրապետությունում, գտնում եմ, որ զուգահեռներ անցկացնելը առավել քան տեղին է իմ կողմից։ Հիմա ներկայացնեմ համապատասխան փաստարկները։ Սինգապուրյան տնտեսական հրաշքը սկսվեց այն պահից, երբ Սինգապուրը իր կամքից անկախ 1965 թվականին, եթե չեմ սխալվում, անկախություն ստացավ Մալայզիայից։ Ի գիտություն նշեմ, որ Սինգապուրը իր բնական ռեսուրսներով և օգտակար հանածոներով էլ ավելի համեստ ցուցանիշներ ունի, քան Հայաստանի Հանրապետությունը։ Նման պայմաններում Սինգապուրի համար բարդ իրավիճակում տնտեսական հրաշքի իրագործումը ստանձնեց այդ ամենի նախահայրը հանդիսացող Լի Կուան Յուն։ Նա իրականացրեց կոնկրետ քայլեր, որոնք տվեցին բաղձալի արդյունքը և այսօր Սինգապուրը կա այն, ինչ որ ճանաչում ենք բոլորս։ Առաջինը, անողոք պայքար մղեց կոռուպցիայի դեմ։ Երկրորդ, բարձրացվեցին պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը։ Երրորդ, մեծ ուշադրություն դարձվեց տեխնոլոգիական ուղղությանը, դրա զարգացմանը։ Նա կարողացավ հասնել նրան, որ անգլիական բազմաթիվ ընկերություններ, այդ թվում միկրոչիպեր արտադրող, սկսեցին գործունեություն ծավալել նաև Սինգապուրում։ Լի Կուան Յուն հոգ էր տանում նաև ներդրողների ու նրանց ընտանիքների հարմարավետության ու բարեկեցության հետ կապված։ Նույնիսկ կանաչ գոտիներն էին ավելանում, որպեսզի անձանց ընտանիքները իրենց ավելի երջանիկ զգան Սինգապուրում։ Հաջորդը, մեծ ուշադրություն դարձվեց կրթությանը և կրթությունը դարձավ կարևորագույն ուղիներից մեկը, որ տարավ Սինգապուրին դեպի զարգացման։ Բայց մի հետաքրքիր բան, Լի Կուան Յուն սահմանափակել էր լրատվամիջոցների աշխատանքը, 1-2 լրատվամիջոց էին իրավասու լուսաբանել լուրեր և տեղեկություններ։ Այս մասին շատ քչերին է հայտնի, ու գուցե ասածս ահռելի ժամանակներում շատերիդ խորթ թվա, բայց նրա այդ քայլը պատահական չէր։ Նպատակը մարդկանց, հասարակությանը հնարավորինս ապահովագրել ապատեղեկատվությունից և կեղծ լուրերից, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա առավելագույնս կենտրոնանալ իր աշխատանքի վրա, որն էլ հանգեցնելու էր ավելացված արժեքի ձևավորմանը իրենց երկրում։ Այս ամենը վերլուծելով, գուցե շատերդ հիմա համակարծիք կլինեք, որ այսօր մեր Հայաստանի Հանրապետության իրականությունը շատ նման է այն նախադրյալներին, որը ստեղծվեցին Սինգապուրում տնտեսական հրաշքը կայացնելու ճանապարհին։ Դա իր հերթին նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրից է կախված Հայաստանի Հանրապետության վաղվա օրը։ Առավել քան իրատեսական եմ համարում, որ 4 տարին բավարար է, որպեսզի մենք հասնենք դրան։ Բայց այդ ամենը կախված է ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարությունից,
այլ մեզանից յուրաքանչյուրից։ Յուրաքանչյուրիս գործողություններով, յուրաքանչյուրիս օգնությամբ պետությունը կգրանցի այնպիսի հաջողություններ, որոնք կբերեն բաղձալի արդյունքների մեր պետության, մեր ժողովրդի համար։ Ինչ վերաբերում է ընտրություններին։ Ընտրությունները դրանք քաղաքական գործընթացների սելեկտիվ հանգուցալուծումն են։ Հաջորդ տարի ընտրացուցակում ըստ էության լինելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի կողմից եւ մյուս կողմից Քոչարյան, Սերժ, Սամվել Կարապետյան, որոնց կմիանան նաեւ բավականին ինտելիգենտ արտաքինով եւ սիմպաթիչնի մուժիկներ, վերջերս պաշտոնազրկված, եւ այդ բոլորի միասնականությունը անկախ վերջնական մոդիֆիկացիայից կարող ենք անվանել հին հոլդինգ։ Կառաջադրվեն նաեւ այլ քաղաքական ուժեր, թեկնածուներ, անձիկ, բայց ըստ էության բոլորս հասկանում ենք, որ իրենք որոշիչ կշիռ չեն ունենալու ընտրություններում։ Այսինքն պայքարը լինելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ հին հոլդինգի միջեւ։ Նման պայմաններում մենք պետք է ընտրություն կատարենք այդ երկուսի միջեւ ու գտնում եմ, որ ընտրություն արդյունքը մեծամասնության համար համենայն դեպս ակնհայտ է։ Մենք լավ հիշում ենք 10 տարի առաջ ինչ իրականության մեջ էինք ապրում եւ լավ գնահատում ենք այն ամենը ինչ կա այսօր եւ այն ամենը ինչ կարող ենք ստեղծել համատեղ։ Այո, մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց չկա մի պետություն, այդ թվում Միացյալ Նահանգների պես գերեզոր պետությունը, որ չունի այդպիսի խնդիրներ։ Խնդիրների լուծմանը պետք է մասնակցենք բոլորովս։ Մեր ընտրացուցակներում չեն լինելու Ջաստին Թրյուդոն, Ջորջա Մելոնին, Էմանուել Մակրոնը, Սերգեյ Լագոդինսկին կամ առավելևս երջանկահիշատակ Ալեքս Նավալնին։ Ըստ այդմ մենք պետք է կատարենք մեր ընտրությունը։ Ես տոտալ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որին միացել եմ վերջերս մոտ 3 ամիս առաջ, ինչ որ չափով այն նպատակով, որպեսզի կուսակցական հարթակը լինի կամուրջ կարևոր հարցերի լուծման ճանապարհին, նաեւ իմ մասնակցությունը ապահովելու տեսանկյունից։ Ես հստակ ասում եմ, որ իմ ուզածը կայանում է նրանում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2026-ի ընտրություններին տանի փայլուն հաղթանակ։ Ոչ թե հաղթանակ, այլ փայլուն հաղթանակ։ Տարբերությունը կայանում է նրանում, որ վստահությունը, այդ փայլուն հաղթանակի արդյունքը իմ կանխատեսմամբ կբերի նրան, որ վարչապետը կարողանա հեշտությամբ ձերբազատվել նաև այն անձանցից, ովքեր արդյունավետ չեն, թեպետ այսօր զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ։ Ես ինքս պատրաստ եմ իմ պոտենցիալը ներդնել ամբողջությամբ այդ փայլուն հաղթանակի կերտման ճանապարհին։ Որպեսզի ինտրիգներ եւ դեղին մամուլ սիրող անձանց այդ հնարավորությունը նախապես սահմանափակեմ, պետք է հայտնեմ, որ 38 տարի որևէ քաղաքական կուսակցությանը անդամագրված չեմ եղել, երբեք պետական պաշտոնյա չեմ հանդիսացել, պետական բյուջեից աշխատավարձ չեմ ստացել։ Ուրիշ ակնկալիք չունեմ։ Շատերի ասած պաշտոն չեմ ուզեմ, որովհետև չեմ հասկանում պաշտոն ուզեմ, ինչ անեմ այդ պաշտոնի հետ։ Իմ եկամտի աղբյուրը, իմ հիմնական վեկտորը դա մասնավոր գործունեությունն է,
բիզնես է, որին ես ել ավելի խանդավառությամբ լծված կլինեմ այդ փայլուն հաղթանակը տեսնելուց հետո ու շատ ավելի մեծ ապահովության զգացումով։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ ջան, յուրաքանչյուրդ ունեք սեփական մտավոր ունակություններ գնահատելու, ինչ կա վերլուծելու եւ իրական տարբերակներից կատարել ձեր ընտրությունը, ձեր խղճի եւ ձեր արժեհամակարգի սահմաններում։ Ես շնորհավորում եմ բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը, մաղթում եմ մեր հանրապետությանը խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք։ Ձեզ շատ սիրում եմ։